Շնորհակալություն։ Ժողովուրդ ջան, ստեղ քայլելուց մեկը դες ականջիս ուզում էր բան ասել, լավ չէր լսվում, երաժշտություն կար։ Ասում եմ, պարոն նախագահ, այս Նիկոլոս տեղից քայլեց դեպի Երևան։ Այս կարող է ամսի 7-ից հետո ուղարկեք ստեղ։ Ես երթվեցի, որ չեմ ուղարկելու։ Եվ խոստանում ենք, որ չենք ուղարկելու, իր համար հատուկ տեղը կա։ Եվ այդ տեղի ներսի դիզայնը մեր Աննան արդեն բնութագրել է։ 2 թե 3 օր առաջ մի պատին կլինի Արարատը, մյուս պատի վրա կլինի եկեղեցի։ Հասկանում ենք, որ դա խոշտանգում է լինելու իրեն համար, բայց թո դիմանա։ Սիրելի գյումրեցիներ, նախագահ ժամանակ Գյումրին այն քաղաքն էր, որտեղ ամենից շատն եմ եղել։ Դուք վկայեք, տարին մի քանի անգամ գալիս է ստուգելու համար, թե շինարարության տեմպերը կարողանում ենք պահել, թե ոչ, էլ ինչ կարելի անել քաղաքը վերականգնելու համար։ Ինձ համար դա եղել է արժանապատվության հարց, թազիբի հարց, և ինքս ինձ համար ասում է հետևյալը, չպետք է իմ ժամկետը միջև լրանալը, չպետք է մի բան մնաց չլուծված, չկառուցված, չվերականգնված։ Միջ այստեղ գալը ինձ ասում են, որ դեռ ինչ-որ տնակներ կան։ Գոնե այդ տնակների համար պարտավոր ենք հետ գալ։ Կարող եմ ասել մի բան, ձեզ հանգիստ չեմ թողնելու, գիշեր ցերեկ աշխատացնելու եմ։ Ոչ մի Հայաստանի Հանրապետության ղեկավար չի արել Գյումրի համար այնքան ինչքան ես եմ արել, դա փաստ է, բայց նաև ոչ մեկ ով էլ ընտրվի չի անելու այնքան, ինչքան ես եմ անելու, եթե ընտրվեմ։ Սիրելի ժողովուրդ, քիչ մնաց, պետք է գնանք և ընտրենք առաջնորդ։ Հիմա շատ պարզ հարց եմ տալիս, ինչ կարգի առաջնորդ եք դուք պատկերացնում։ Հիմա ուղղակի ես բնութագրում եմ 2 տարբերակ, իստերիկ, լաչար, ստախոս, սպասեք միջև վերջ չասեմ, այդ մարդը ենքան վար բնավորության բաներ ունի, արժեքային համակարգը տիեզերական է, թե աշխատող, ինքնակառավարվող, թե մարդ, որը գիտի խոսքի արժեքը, որը գիտի ինչ է դիվանագիտությունը, ինչ է պատերազմը, ինչ է հաղթանակը։ Հիմա ընտրությունը ձերն է, և այսօր մեկ հանդիպման ժամանակ առավոտյան ասացի հետևյալը, դուք ինչպիսի ընտանիքի հայր կերազեիք ունենալ, լաչար, թե լուրջ, ապուշի մեկը, թե կառուցող մեկը, քանդող թե կառուցող։ Ուրեմն, եթե նպատակը դա է, հունիսի 7, համար 17, հանկարծ չսխալվեք 16-ին կպնեք, արյունոտ քվյա թերթիկ է, հայտարակ քվյա թերթիկ